Բարի երեկո, եթերում ֆուտբոլի ժամն է։ Բարի ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա գլխավոր ֆուտբոլային եւ միգուցե մարզական իրադարձությունը իհարկե Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն է այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը եղավ, որտեղ հաստատվեց Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը։ Վերջին շաբաթվա ընթացքում գրեթե բոլորը խոսում էին այս թեկնածության մասին եւ այսօր արդեն պաշտոնապես կարելի ասել, որ Վարուժան Սուքիասյանը մեր ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչն է, սակայն մենք այդ թեմայի շուրջ կխոսենք մեր հաջորդ հաղորդման ընթացքում, իսկ այսօր մեր թեման ավելի ցածր տարիքային հավաքականները կլինեն հիմնականում Հայաստանի մինչև 17 եւ մինչև 19 տարեկանների հավաքականները նույնպես ունեն նոր գլխավոր մարզիչներ, մինչև 17 տարեկանների հավաքականը կգլխավորի Արտուր Ոսկանյանը, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը Արամ Ոսկանյանը, այսօր մենք նրանց հյուրընկալել ենք մեր տաղավարում, բարի երեկո։ Նախ շնորհավորում ենք, Արամ առաջին անգամ ես գլխավորում տարիքային հավաքական, իսկ Արտուրը, եթե չեմ սխալվում, արդեն փորձ ունի, մեկ անգամ գլխավորել է։ Ինչ ես հասկանում եմ, որ դեռևս դուք չեք կարող ներկայացնել ծրագրեր, քանի որ նոր է եղել նշանակումը, բայց ունեք հիմնական նպատակ եւ որն է այդ նպատակը։ Սկսենք 19-ներից։ Իհարկե, դեռ չենք հասցրել ինչ որ ծանոթանանք, բայց արդեն մոտավորապես պլանները կա եկող տարվա համար, խաղերը ինչպես գիտենք նոյեմբերին է կայանալու Հայաստանում, նոյեմբերի 10-ից 16-ը։ Ծրագրերի մեջ հիմնականը ստուգողական հանդիպումներն է, մոտավորապես 10-ից 12 խաղ կունենանք, որը կնպաստի ավելի արդյունավետ ֆուտբոլ ցույց տալու համար։ Դուք դնում եք նպատակ դուրս գալ խմբից, կա այդպիսի առաջադրանք կամ կոնկրետ։ Իհարկե, եթե հավաքական ես ընդունում, մարզիչ ես դառնում, դու համաձայնվել ես, իհարկե առաջին նպատակը ինքս իմ համար էլ նպատակա, որ պետք է անցնենք հաջորդ փուլ։ Արտուր, իհարկե միշտ ինչ որպես ֆուտբոլիստ եւ որպես մարզիչ միշտ նպատակը է հաղթես բոլոր խաղերը ինչքան հնարավոր է ու իհարկե որ խմբից դուրս գաս։ Արտուր, նշեցինք արդեն, որ սա երկրորդ փորձն է քեզ համար, արդեն կարելի ասել որոշակի փորձ ունես, կարող է դա եւ ինչպես կարող է օգնել այժմ աշխատելու ընթացքում։ Իհարկե, դա մեծ փորձ է, ես ճիշտն ասած հենց ֆուտբոլային որպես ֆուտբոլիստ վերջացրեցի կարիերան ու հենց սկսել եմ աշխատել 16 տարեկանների հետ, բացի դրա հետ մեկտեղ, եթե հիշում եք, ես բարձրագույն խմբի օգնական եմ եւ աշխատում եմ 16 տարեկանների բանանց թիմում։ Ու այդ ժամանակ է գլխավորում էի 17 տարեկանների հավաքականը։ Այսինքն ծանոթ եմ այդ աշխատանքին, գիտեմ մոտավորապես ոնց է ու շատ կարևոր է, որ աշխատել եմ ու մինչև այսօր շարունակում եմ աշխատել հենց այդ թիմի հետ, որ ընդունել եմ, ասենք 4 տարի առաջ 16 տարեկանների։ Մինչև այսօր, որը հիմքը հենց բանանց երկուսն է այսօր։ Ես հիմա առաջարկում եմ ծանոթանանք վիճակականության արդյունքներին, ներկայացնենք մեր մրցակիցներին։ Մինչև 17 տարեկանների հավաքականը ընդգրկված է 12-րդ խմբում, խոսքը 2016-17 թվականների մրցաշրջանի Եվրոպայության ընտրական փուլի մասին է եւ Հայաստանի հավաքականի մրցակիցները 12-րդ խմբում Լեհաստանի, Իսրայելի եւ Իսլանդիայի հավաքականներն են, ընտրական մրցաշարը տեղի կունենա Իսրայելում, իսկ եզրափակիչ մրցաշարը 2017 թվականի Խորվաթիայում տեղի կունենա։ Ինչ վերաբերում է մինչև 19 տարեկանների հավաքականին, ապա մեր թիմի մրցակիցները 7-րդ խմբում Շվեյցարիայի, Իտալիայի եւ Հունգարիայի հավաքականներն են, ընտրական մրցաշարը կկայանա մեզ մոտ Հայաստանում, իսկ եզրափակիչ մրցաշարը հարևան Վրաստանում։ Այսպիսի խմբեր եւ հիմա մի փոքր եկեք հասկանանք մեր հեռանկարները, մեր սպասելիքները այս խմբերում, Արտուր, սկսենք 17 տարեկանների հավաքականից, Լեհաստան, Իսրայել, Իսլանդիա, հասկանալի է, որ մի փոքր դժվար է ուսումնասիրել այս տարիքային խմբի մրցակիցներին, բայց ամեն դեպքում բավականին այսպես ֆուտբոլային երկրներ են, Իսլանդիան պատանեկան տարիքային հավաքականները միշտ հաջող են հանդես գալիս, Իսրայելը եւ Լեհաստանը նույնպես ինչ ակնկալիքներ մենք այստեղ կարող ենք ունենալ։ Ճիշտն ասած, ես նշեցի, որ աշխատելու ենք ամեն ինչ անել, որպեսզի հաղթարենք խումբը, բայց այսօր բոլորս էլ հասկանում ենք, որ ժամանակակից ֆուտբոլում արդեն չկան թույլ հավաքականներ եւ ուժեղ հավաքականներ։ Հենց տվյալ պահին, որ թիմը ինչպես կարող է պատրաստվել խաղին եւ տվյալ պահին ինչպես կարող են իրագործել պահերը։ Շատ կարևոր է դա մանավանդ մանկապատանեկական ֆուտբոլում։
ամենակարևորը հենց դա է։ Իսկ մրցակիցների մասին ես կասեմ, շեշտեցի, որ այսօր եթե նույնը հենց ազգային հավաքականների մակարդակով ասենք, եթե 2 տարի առաջ ինչ-որ մեկ ասեր, որ Իսլանդիայի հավաքականը, ազգային հավաքականը կարող է առաջին հորիզոնականով դուրս գալ եւ Հոլանդիայի հավաքականը 4-րդ հորիզոնականով դուրս չգալ Եվրոպայի առաջնություն, ոչ մեկ չէր հավատա, բայց այսօր տեսնում ենք, որ Իսլանդիայի հավաքականը բոլոր տարիքային հավաքականները շատ մեծ բարձունքներ են հասնում։ Դրա համար ասում եմ, թույլ հավաքականներ չկա, բայց աշխատելու ենք, որ ամեն ինչ անենք այս հավաքականների հետ արժանիորեն։ Արտուր, թույլ չհամաձայնվել, ոչ թե թույլ հավաքականներ չկան, այլ մենք ենք դարձել թույլերից, որովհետև վերջին տարիներին 17-երի ու 19-երի վիճակայության ժամանակ մենք մի զամբյուղ ավելի բարձր էինք վիճակայության մեջ։ Միշտ ունենում ենք մեկ թիմ, հիմա մենք ամենացածր զամբյուղում ենք, թե 19-երի եւ թե 17-երի հավաքականները, եւ ասենք այն համարվում ենք ամենաթույլ երկրների զամբյուղում Սան Մարինո, Անդորա, Լիխտենշտեյն հավաքականներ, որոնք միշտ համարվում են գաճաճ երկրներ։ Եվ ես կարծում եմ մեր առաջիկա այդ նպատակներից մեկը զամբյուղների փոփոխությունը պիտի լինի, որովհետեւ մենք ունենանք մի մրցակից գոնե որոշ չափով մեզնից թույլ, հա, գոնե տեսանելի, որովհետեւ իհարկե Լեհաստան, Իսրայել, Իսլանդիա եւ Հայաստանը չի կարող համարվել այս խմբում ֆավորիտ։ Նույնը կարծում եմ 19-ների համար արամ։ Չի կարող Հայաստանը, Շվեյցարիա, Իտալիա, Հունգարիա թիմերի մեջ համարվել ֆավորիտ գոնե իրենց աչքով, ոչ մեր աչքով, համաձայն ես թե ոչ։ Ուղղակի մի բան հաշվի առնենք, Հայաստանում է լինելու մրցաշարը։ Դա էլ ուզում էի նշել, որովհետև հաշվի առնելով, որ մեր տունն ենք խաղում, այսինքն Հայաստանում, դա մեզ առավելություն է տալի ինչ որ չափով։ Իհարկե, եթե հիմա անալիզ անենք Շվեյցարիայի, Իտալիայի, Հունգարիայի հավաքականներ, հասկանում ենք ֆուտբոլային հզոր երկրներ են, որտեղ բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում, ու պետք է նշեմ նաև արդեն դա այն տարիքն է, որոնցից շատերը նաև հանդես են գալիս իրենց առաջի թիմերում։ Այսինքն խաղային մակարդակը բավականին բարձր է, բայց մենք պետք է այսօր ամեն ինչ անենք, նախ հենվենք թիմային խաղի վրա, ու իհարկե աջակցությունը տնային աջակցությունը մեզ շատ կօգնի։ Երբեմն այդ տնային աջակցությունը տան պատեր, ինչպես ասում են, ճնշում են ֆուտբոլիստերին, հատկապես պատանեի ֆուտբոլիստերին։ Հնարավոր է նման բան լինի եւ արդյոք կգերադասեիք մրցաշարը ոչ թե լիներ մեզ մոտ, այլ որևէ այլ։ Անկեղծ ասած, ես կգերադասեի, որ Հայաստանում լիներ։ Իհարկե կան մարդիկ, նշում են, որ ավելի ճնշումը մեծ է, հասկանում եմ դա, բայց մեր խնդիրն էլ մարզիչների դա նաեւ նրանում է կայանում, որ մենք նաեւ տակտիկապես եւ հոգեբանորեն պատրաստենք իրենց։ Շնորհակալություն, քննարկումները մեր պատանեկան հավաքականների շուրջ կշարունակենք դադարից հետո։ Ֆուտբոլի ժամն է Արմենիայի եթերում, շարունակում ենք խոսել Հայաստանի մինչև 17 եւ մինչև 19 տարեկանների հավաքականների նորանշանակ գլխավոր մարզիչների Արամ եւ Արթուր Ոսկանյանների հետ։ Որոնք բարեկամական կապ չունեն։ Ես ներկայացրեցինք խմբերը, պիտի խնդրեմ ներկայացնեք կանոնակարգը, քանի խումբ է դուրս գալի խմբից, Արամ 19-ների։ Երկու թիմ են դուրս գալիս հաջորդ փուլ ու լավագույն 3-րդ տեղերից 2 թիմ։ Իսկ նույն կարգով էլ 17 տարեկաններն են, լավագույն 2 թիմերը եւ 3-րդ լավագույններից։ Ահագին փոխում է իրավիճակը, որովհետեւ միայն մեկ թիմ չի, երկրորդ տեղի համար գոնե կարողանանք պայքարել։ Եվ անգամ հնարավորություն կա 3-րդ տեղով պայքարը շարունակելու, եթե միավորները բավարար լինեն, բայց եկեք դորից հասկանանք այստեղ մեր նպատակը որն է իրական նպատակը, պայքարելու ենք, ամեն ինչ անելու ենք, դա հասկանալի է, բայց եթե այսպես սառը դատողությամբ Հայաստանը այսօրվա դրությամբ այսպիսի խմբերից ունի հնարավորություն դուրս գալ, եթե միայն խաղային, հա, բաղադրիչը վերցնենք։ Եթե ռեալ, հասկանում ենք ինչ եք ուզում ասեք, ռեալ կոնկրետ նայենք, իհարկե շատ կարևորում եմ, որ այս տարի արդեն այդ 98 թվականի նաև 99-ներ կլինեն, այսինքն 18-19 տարեկաններ հանդես գան իրենց թիմերում։ Դա խաղային փորձ է։ Առաջինու առաջի թիմերում, թե որտեղ իհարկե ֆուտբոլիստներ կլինեն, որ կխաղան առաջի թիմերում։ Որ նայում ենք հետ ենք նայում 19 տարեկանները միշտ եղել են ֆուտբոլիստներ, որ խաղացել են առաջի թիմում։ Ինչքան շատ ունենանք այդ մակարդակի ֆուտբոլիստներ, կարծում եմ մի տարի կա, այս տարիքում շատ հնարավոր է մի տարիքում լավ աճ լինի իրենց մոտ, որովհետև այդ այն տարիքն է, որ իրենք անընդհատ ընկալում են, շատ արագ են ընկալում ու լավ աճելու ժամանակն է իրենց։ Հույս ունեմ, եթե իրենք խաղան իրենց թիմերում ու նաև իհարկե պետք է առաջի խմբի մասին դա խոսք չլինի, որ պետք է պարտադիր խաղան բոլորը, եթե կարողանանք նաև դրսի ունենք մի քանի ֆուտբոլիստներ, որոնք նաև ընդեղ ունենան խաղային պրակտիկա, դա կնպաստի լավ արդյունքի համար։
Դուք արդեն փաստորեն հասցրել եք մոտարապես ծանոթանալ այն ֆուտբոլիստների գոնե ցուցակին, որոնց ցանկանում եք հրավիրել։ Ես ճիշտ հասկացա, որովհետև դրսի ֆուտբոլիստների մասին մի քանի հոգի գիտեմ, որովհետև հետևել եմ, ամեն դեպքում անցյալ տարի հետևել եմ, մի քանի հոգի նաև խաղում էին նախորդ ցիկլում, այսինքն 18 տարեկան, չէ, 19-ներում էին խաղում, լինելով 18 տարեկան, խաղացել են 19 տարեկաններում։ Դրանով ծանոթ եմ։ Մի հարց հենց դրա հետ կապված, տարիներ շարունակ այն մարզիչներ, ովքեր նշանակվել են Հայաստանի պատանեկան թիմի մեջ 17-19-ներ, այսպեսի մի պրակտիկա են ներդրել, որ ավելի փոքր տարիքի ֆուտբոլիստներ խաղացնենք, պատրաստելով հաջորդ ցիկլին, հա, 19-ներում խաղում էին 17 տարեկաններ, 17-ում 16 տարեկաններ, մենք շատ հաճախ չենք ասում, որ դա ճիշտ է, ամենայն դեպս վիճելի թեմա է։ Ձեր նախասիրած ձևը ինչպես է լինել, դուք նույնպես ֆուտբոլիստներ եք պատրաստելու հաջորդ ցիկլի համար, թե դուք կոնկրետ դնելու եք 19 տարեկանների հավաքական, որոնք կոնկրետ նպատակ ունեն այս շրջափուլում հասնելու։ Իրենց ճանապարհ են տալու, այսինքն դեպի մեծ ֆուտբոլ, ով որ արժան եղավ գնալու է հաջորդ փուլ, բայց կոնկրետ որ 10 հիմա կոնկրետ մտածի 17-ը կամ 18-ը խաղացնի բոլոր երիտասարդներին, այս տարիքում մի տարվա տարբերություն նորից նշեցի մեծ է, այսինքն եթե դու 17-ին խաղացնես 18-ում կամ 18-ին 19 տարեկանում բավական մեծ, այսինքն լավ արդյունքի չի լինի։ Իմ կարծիքով 19-ը թող 19-ում խաղա, 17-ը 17-ում կլինեն ֆուտբոլիստներ, որ ասենք 4-5 ֆուտբոլիստ կլինի, ոչ թե ամբողջ թիմը, այլ կլինեն 4-5 ֆուտբոլիստ, որոնք փորձ ձեռք բերելով արդեն հաջորդ փուլում լավ հանդես կգան։ Այսինքն այսպես ասած միքս։ Արտուրի մոտ մի փոքր հարցը պիտի ուրիշ ձև ուղղել, որովհետև եթե չեմ սխալվում, դու նաև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ ես նշանակում։ Ինչ է նշանակում 17 եւ 16, ինչի է 16 տարեկանները, ես նշեմ, որ դա UEFA-ի կողմից կա տենց ծրագիր, որ 16 տարեկանները հիմա մարզվում են ակադեմիայում, ֆուտբոլի ակադեմիայում, եւ նրանք որպես թիմ մասնակցում են առաջնությանը։ Հայաստանի 17 տարեկանների առաջնությանն է մասնակցում։ Ես գլխավորում եմ այդ թիմը, բայց քանի որ մյուս տարի 17 տարեկանների հավաքական են նրանք դառնում, մյուս տարի դառնում եմ 17 տարեկանների, այսպես փոխվում է ոնց որ ասած։ Ու դրա հետ մեկտեղ սկսում եմ աշխատել 16 տարեկանների հետ, այսինքն լինում է երկու հավաքական, 16, որը մի տարի հետո նորից դառնում է 17։ Ստացա դուք եւ այդ թիմը անբաժան եք։ Հա, տենց է ստացվում։ Նախ հետո ես կուզեմ նշել, ինչ վերաբերում է Արամի 19 տարեկանների հավաքականի համար, հիմա հունվարի 16-ին Բելարուսիայում առաջնություն է լինելու ինչ որ մրցաշար, որին հրավիրված ենք նաև Հայաստանի 17 տարեկանների հավաքականը։ Քանի որ մրցաշարը 17 տարեկանների հավաքականի համար է եւ ես գլխավորում եմ 16 տարեկանների, որոշել ենք սա շատ կօգնի նաև Արամին 19 տարեկանների համար, ոնց որ ասած միքս անենք, 9 ֆուտբոլիստ տանում ենք 99 թվականի ծնված ֆուտբոլիստներ, որ արդեն 17 են։ Արդեն 17 են, չեն կարող խաղալ մյուս տարի 17-երից, բայց կարող են հնարավորություն, եթե լավ որակներով օգնեն 19-ներին։ 9 ֆուտբոլիստ հունվարին մասնակցելու այդ մրցաշարին։ Մնացածը կլինեն 2000 եւ մնացածները կլինեն 16 տարեկաններ։ Այո, որոնք կլինեն 17-եր։ Եթե այդ ֆուտբոլիստներից 9 ֆուտբոլիստ մասնակցելու է, ինչ որ ֆուտբոլիստներ իրենց լավ ցուցադրեն դրսևորեն, նրանց շանսը արդեն 19-ներ։ Իսկ որ օգտվում ենք առիթից, մի հատ շանս, այսինքն մի քանի ֆուտբոլիստի նայում ենք, ժամանակ ենք։ Ինչքան հասկացա, դուք համատեղ ծրագիր եք անում 17-երում 19-ների։ Իհարկե կա, ընդհանուր բան կա, որ նաև այս օգնությունը նույն 17-երի ամեն ինչ անում են հենց 19-ների համար։ Ու sense պետքա հերթով գնա։ Եթե կա այդ հնարավորությունը, մենք ինչի՞ չօգտվենք դրանից։ Ես գիտեմ, որ մարզիչները չեն սիրում, բայց այդ լրագրողների ամենասիրելի թեման է, ինչ տակտիկայով եք խաղալու, ինչ խաղային սխեմա եք օգտագործելու։ Չնայած համաշխարհային ֆուտբոլում հիմա մի փոքր այդ հարաբերական է դառնում։ Ամեն դեպքում մենք ունենք տարիներ առաջ, երբ որ Վարդան Ներմինասյան հավաքականը գլխավորում էր, բոլոր հավաքականները խաղում էին նույն սխեմայով։ 4-2-3-1, հա, այդ նախընտրելի սխեման էր, կա հիմա նման պարտադրանք։ Թե դուք ազատ եք ձեր որոշումների մեջ, ինչ առումով, որովհետև ելներով մրցակիցներից, ելներով տարբեր իրավիճակներից, այսօրվա ֆուտբոլը կոնկրետ իմ կարծիքն եմ հայտնում, այսօրվա ֆուտբոլը դարձել է, այսինքն պետք է նույնիսկ խաղի ժամանակ դու կարողանաս սխեմա փոխել, ելնելով խաղի հաշվից։ Հաղթում ես մի այլ ձևի պետքա սխեմայով խաղաս, դրա համար ժամանակ ունենք մենք մոտավորապես 1 տարի, ու մենք պետք է անընդհատ նես չի հիմնվենք մենակ
կոնկրետ 4-2-3-1 կամ 4-3-3 կամ 3-5-2 կամ այդպես բան չի լինի, երկու սխեմա լինելու, մենք արդեն դա ներսում պետք է իմանանք ու ըստ դրա արդեն մասնակցենք մրցաշարին։ Շնորհակալություն, հիմա եւս մեկ դադար է մեր եթերում, որից հետո կշարունակենք զրույցը։ Ֆուտբոլի ժամն է Արմենիայի եթերում, շարունակենք մեր զրույցը Արթուր Ոսկանյանի եւ Արամ Ոսկանյանի հետ, հարց, որը երկուսիդ էլ հավասարապես ցանկանում եմ ուղղել, որքանով եւ ինչպես է տեղի ունենալու ձեր համագործակցությունը Մարկ Լելևրի հետ, որը ղեկավարում է մեր տարբեր հավաքականների տեխնիկական տնօրենն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչ արդեն զրուցել եք նրա հետ եւ փորձել եք հասկանալ ինչպես եք համագործակցել։ Այո, իհարկե զրուցել ենք, նախ առաջ ասեմ կապը Մարկ Լևերի հետ իմը անմիջական է, քանի որ ես գլխավորելով 16 տարեկանները եւ 16 տարեկանները մենք ունենք արդեն կայացած թիմ, ասել նշեցի ես, որ մասնակցում է Հայաստանի միջև 17 տարեկանների առաջնությանը։ Փաստորեն այդ թիմը իմը ղեկավարելով ես Հայաստանի առաջնությունում նաեւ միջազգային խաղերին մյուս տարի լինելու է հավաքական որպես ներկայացնելու ենք։ Մարկ Լևելին հիմա համարվում է տեխնիկական տնօրենը 17-19 տարեկանների։ Իհարկե մենք ենք որոշումներ կայացնելու 17-ին 19 խաղային համակարգ կամ այս կամ խորհուրդ միշտ էլ կլինի խորհրդակցել, ես չեմ վախենում այդ բառից ու սիրում եմ միշտ խորհրդակցեմ, բայց որոշումները մենք ենք կայացնելու։ Այդ դեպքում Մարկը անցյալ տարի, երբ որ 19-ների հավաքականներ ղեկավարում, մեր հաղորդման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի պատանեկան թիմերի համար առաջիկա տարիներին նախընտրելի է այդ բելգիա-հոլանդական սիստեմը 4-3-3։ Այդ դեպքում հրաժարվելու եք այդ սխեմայից, որպես հիմք, որպես Չէ, հիմք չի լինելու, հենց առաջինը մենք Մարկի հետ ենք խոսացել, կոնկրետ ես 19-ների համար խոսացել եմ, որ ինքը նույնիսկ առաջարկեց հասկանալով իմ փիլիսոփայությունը, նաև հիմա ինքը մեր, այսպես ասած, դասատունն է, պրոյում, իմանալ իմ փիլիսոփայությունը, ասեց ընտրելու ես դու, որոշում կայացնել ես դու։ Կարող է էլի ասում եմ, կրկնում եմ, որ հնարավոր է խորհրդակցենք, այսինքն ելնելով իրավիճակից, ֆուտբոլիստներից, մրցակցից։ Չնայած նշենք, որ Մարկը երբևէ սխեմայով չխաղաց, որովհետև ինչ որ քաոսային սխեմայով էր խաղում։ Իհարկե, նույնը հենց 19 տարեկանների հավաքականում Մարկը շատ Սերբիայի, Չեխիայի հետ փոխեց տակտիկան եւ 5 պաշտպանով խաղաց եւ բոլոր խաղերում է եղավ փոփոխություններ։ Հենց որ ինձ թվում է, ոնց որ Արամ ասեց, շատ կարևոր է տվյալ խաղին հակառակորդից։ Հետո հաշվի առնենք Բայց ֆուտբոլիստները, այդ տարիքում հնարավորություն կա մրցակցին ուսումնասիրել։ 17-երին կան հնարավորություն, Ճիշտ ասած հիմա հնարավոր է, հնարավոր է, քանի որ այսօր շատ մրցաշարեր են մասնակցում այդ թիմերը, շատ հնարավոր է, որպեսզի տեսագրությունները խաղերի թիմերի Ես օրինակ նայել եմ Իտալիա-Չեխիա հանդիպումը, որը կայացել է սեպտեմբեր ամսին, այսինքն 2 ամիս առաջ, 18-եր են դրանք, ովքեր որոնք հիմա արդեն խաղացել են, այո։ Այդ դեպքում երբ դուք կհաստատեք, կներկայացնեք միգուցե արդեն վերջնական ծրագիր, երբ པարզ կլինի ձեր խաղացանկերը, մոտարապես այն ինչպես դուք պատրաստվել եք եւ արդյոք պատրաստ է մարզչական շտաբները ներկայացրել եք։ Եվս մեկ հարց ավելացնեմ եւ արդյոք կունենաք եւ նախատեսել եք ընկերական հանդիպումներ։ Ծրագիրը մինչև այս տարվա վերջ արդեն կունենանք, բայց հասկանալի պատճառով ծրագիրը իհարկե ունենք ստուգողական խաղերի օրերը, գրեթե յուրաքանչյուր ամիս կա։ Այսինքն կա նաև UEFA-ի կողմից օֆիցիալ, մենք պետք է աշխատենք այդ օֆիցիալ խաղերը օգտագործենք ինչ առումով, որովհետև երբ որ դրսից ենք ֆուտբոլիստներ կանչում, շատ ժամանակ երբ որ օֆիցիալ չի, չեն կարողանում գամ, այսինքն թիմերը իրավունք ունեն չթողելու։ Ունենք ստուգողական խաղեր նախատեսվածը 12, հիմա ելնելով իրավիճակից, այսինքն ես նաև համարում եմ բալանսում եմ աշխատում գլխավոր թիմում, այսինքն մենք պետք է ծրագրերը այնպես մշակենք, որ մինչև մայիսի 31 մենք գիտենք մեր առանձնությունը երբ որ վերջանում է։ Հետո, այսինքն մոտավորապես 6 ամսվան արդեն ծրագիրը կա։ Ելնելով իրավիճակից մայիս ամսին արդեն մենք ունենանք հաջորդ մյուս 6 ամսվա համար, այսինքն խաղացանկը, երբ որ Հայաստանի առանձնություն 16-17 թվականին է, པարզ կլինի, ըստ դրա կմշակենք։ Ամեն դեպքում իսկ շտաբի առումով շտաբը օգնելու է, հա, իհարկե, ինձ օգնելու է Մանուկը Սարգսյան, որի հետ աշխատել ենք Միկայում, հիմա նաև Արտուրին էլ է օգնում, դարպասապաներ մարզիչը լինելու է Բելգիայից։
Արդյոք ձեր մոտ ինչպես է։ Մեր մոտ 16 տարեկաններում, քանի որ Արամը նշեց Մանուկը Սարգսյան աշխատում է UEFA-ի հետ ծրագրում, ակադեմիայի, այո, մարզիչն է, նա 16 տարեկաններում կլինի օգնական ինձ, բայց 17 տարեկաններում իմ օգնականները կլինեն Սիմոնյան Ռոմիկը եւ Վլադիմիր Վարդանյանը։ Բանանցի ձեր թիմը, այո, Բանանցի, որոնց հետ արդեն 4 տարի մենք աշխատում ենք Բանանց երկուսում եւ հավաքականում նույնպես աշխատում։ Բանանցի մասին մենք դեռ կխոսենք, հիմա մի այսպիսի հարց, որը արդեն կարծես հավերժական է դառնում Հայաստանում, եթե խոսքը գնում է պատանեկան հավաքականների մասին։ Վաղուց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրել է մի այսպիսի քաղաքականություն, որ գլխավոր նպատակը այս տարիքային հավաքականների ֆուտբոլիստներ մատակարարելն է ավելի բարձր տարիքային հավաքական։ Հիմա երբ ձեզ եղավ առաջարկ եւ դուք ընդունեցիք, այդպիսի խոսակցություն եղել է ձեզ համար առաջնային նպատակ է ֆուտբոլիստներ պատրաստել օրինակ երիտասարդականի համար, թե նաև արդյունք է պահանջվելու։ Առայժմ այդպիսի խոսակցություն չի եղել, բայց էլի հաղորդման սկզբին մենք նշեցինք, իհարկե ամբիցիաներ մենք բոլորս էլ ունենք, նամանավանդ հիմա ներկայացնում ենք ազգ, այսինքն ազգային հավաքականը, նկատի չունեմ որ տարիքային, դա կարևոր չի, որովհետև եթե ազգին է վերաբերվում, մենք պետք է այն ձև խաղանք, որ հաղթանակներ տանենք, այսինքն ազգը ուրախանա։ Իսկ ֆուտբոլիստները կրկնում եմ, իրանք գնալու են, բարձրանալու են, արհեստական դու չեք կարող ուշի բան անել։ Պետք է թիմային խաղ, որի մեջ կանանատները կձևավորվեն։ Հետաքրքիր հարց է, որովհետև Չեմպիոնների լիգայում հիմա զուգահեռաբեր գնում է երիտասարդական Չեմպիոնների լիգա, որտեղ մասնակցում են 19 նույն թիմերի 19 տարեկանների։ Անկեղծ ասած ոչ մի անգամ ես ոչ մի մարզչի կամ ֆունկցիոների բերանից չեմ լսվել, որ մեր համար կարևոր է այդ մրցաշարում ֆուտբոլիստ մատակարարել կամ ֆուտբոլիստ պատրաստել ավելի բարձր թիմի համար, որտեղ ես համաձայն եմ լավ խաղը գբերի լավ ֆուտբոլիստների աչքի, հետեւաբար ինչ է նշանակում արհեստական ոչ մի բան չի կարող։ Եթե մարզիչը թե ֆուտբոլիստը իրենք էլ շատ լավ իրենց կզգան, եթե լինի հաղթանակ, եթե լինի հաջողություն, այլապես ինչի համար է պետք։ Միջը եթե ինքը պարտվելով պետքա հասնի ազգային հավաքական, իր համար դառնա սովորական երևույթ, ոչ։ Պետքա ինքը միշտ պատրաստ լինի հաղթելու։ Այդպիսի խնդիր Հայաստանում շատ վաղուց մեր պատանի ֆուտբոլիստները հասնում են, նրանք ովքեր հասնում են ազգային հավաքական, շատ պարտությունների միջով են անցնում, որովհետև մեր պատանեկան երիտասարդական հավաքականը հիմնականում պարտություններ կլինեն, բայց դա սիստեմա չի պետք է լինի։ Այդ ցավը հենց դա է, որ կարծես վերջին ժամանակում մեզ մոտ համակարգ է։ Պրոբլեմը սկսում է հենց պատանեկան առաջնություններից մեր Հայաստանի, ես ասեմ, քանի որ մենք ինչ որ չափով եթե ասում ենք Հայաստանի առաջնությունը, բարձրագույն խումբը թույլ է մակարդակը, բայց եթե հետ նայենք եւ նայենք պատանեկան առաջնությունը, այստեղ ընդհանրապես մրցակցություն չկա։ Կան 1-2 թիմեր տարիքային, որոնք Բանանց Փյունիկ ու մնացած թիմերը ուղղակի կներեն այդ թիմերը իրենց մասնակցություն է մնացած թիմերում, որովհետեւ եթե չնայած վերջին տարիներում Բանանցը եւ Փյունիկը ինչ որ առաջ քայլ են կատարել եւ խաղում են մի տարի մեծերի առաջնությունում տվյալ թիմերը, բայց նորից էլի նույն տարբերությունն է ու գալիս է ինչ որ մի պահ, ինչ որ այս թիմերի երկու թիմերի ֆուտբոլիստները աճ են առաջ գնում, բայց մնացած թիմերը հետ են մնացել ու հավաքական չի լինում ձևավորվել։ Զարմանալի չի, որ այդ տարիքային մեր բոլոր թիմերը արդեն տարիներ շարունակ հիմնական բազային Փյունիկ եւ Բանանց թիմերից են։ Իսկ այստեղ գալիս է հենց մարզիչների համար, եթե չկա մրցակցություն, ըստեղ արդեն կորումա արդեն առաջնության իմաստ է։ Մենք այդ բազային թիմերից հիմա կխոսենք, բայց եւս մեկ դաթարից հետո Արմենիայի եթերում։ Շարունակում է ֆուտբոլի ժամը Արմենիայի եթերում, մենք զրուցում ենք Հայաստանի մինչև 17 եւ մինչև 19 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչների հետ Արթուր եւ Արամ Ոսկանյանները մեզ հյուր են։ Ես հարց ունեմ Արտուրին, ինչ առումով 17 տարեկանների մասով դու երկար տարիներ Բանանցի երկրորդ մարզիչն ես, վերանշանակվեցի նորից Բանանցի երկուսի գլխավոր մարզիչ, դրան դեռ կանդրադառնանք։ Բայց ավելի շատ դու մարզվում ես 19 տարեկան ֆուտբոլիստների հետ, քո կապը հիմնականում։ Հիմա 17-եր ես նշանակվել։ Չկա այստեղ մի փոքր սխալ են առումով, որ դու նշանակվել ես մի թիմ, որի տարիքի հետ դու ոչ մրցում ես, ոչ խաղում ես, որովհետև քո հիմնական մրցակիցները եղել են 19 տարեկանները։ Ինչ որ չափով կարելի ասել այդպես է, քանի որ հենց իմ գլխավորած թիմը Բանանց երկուսը այսօր մեծ թվով ֆուտբոլիստներ կազմում են 19 տարեկանների ու էլի ֆուտբոլիստներ կան, որ ապագայում էլի կլրացնեն թիմը։ Բայց քանի որ ես ասեմ, բացի դա, ես եթե հիշում եք հոլանդացի մարզիչների հետ էլ աշխատել եմ,
ունենք 4 թիմեր եւ այդ 4 թիմերի մեջ մտնում էին տարբեր տարիքային 13, 14, 15, 16։ Ես շատ լավ ճանաչում եմ այդ տարիքային բոլոր ֆուտբոլիստներին, այսինքն մոտիկից բոլորին գիտեմ, ասենք, խաղերը, առաջնությունը, որոնք հիմա արդեն ավելի բարձր են։ Հենց տվյալ այսօրվա 16 տարեկաններին ես հոլանդացի մարզիչների հետ մենք արդեն աշխատել ենք այս թիմի հետ, որպես բանանցի մարզիչ, ոչ թե հավաքականի։ Այսինքն մոտավորապես թե առաջնության, թե ֆուտբոլիստներին գիտեմ, ճանաչում եմ։ Մենք նշենք, որ թե Արթուր Ոսկանյանը եւ թե Արամ Ոսկանյանը բանանց ակումբի մարզիչներ են, միջև վերջերս գլխավորում էին բանանցի հիմնական եւ երկրորդ թիմերը, հետագայում իսպանացի մարզիչների գալու հետ կապված Արամը մարզչական շտաբում է, Արթուր դու երկրորդ թիմի մարզչական շտաբում ես, հիմա կարծես նորից նշանակվել ես, ճիշտ է, լուրերը որ սկզբում ծրագրի մեջ այսպես էր, որ պետք է անպայման գլխավորեն իսպանացի մարզիչները, առաջի թիմ, երկրորդ թիմ եւ երրորդ թիմ, անցումային թիմ։ Ստացվեց այնպես, որ երկրորդ թիմի իսպանացի մարզիչի ինչ որ խնդիրներով չկարողացավ մնալ եւ նորից վերանշանակեցի ես։ Բանանց երկուսի գլխավոր։ Հիմա դու նշեցիր հոլանդացի մարզիչներ, բանանցում այսօր այդ պրոֆեսիոնալ ստեղծած թիմերի մեջ հոլանդացի մարզիչների աշխատած թիմերից քանի երեխա է, բոլորը։ Այո, գրեթե բոլորը։ Այսինքն հոլանդացիների աշխատանքը դու անվարում ես ստացված Հայաստանում։ Ինչ որ չափով ճիշտ է, ինչ որ չափով կիսատ մնաց, բայց դե ամեն դեպքում շատ մեծ համ ֆուտբոլիստները, կարող եմ ասեմ, համ մարզիչները մեծ փորձ հավաքեցին եւ առաջընթաց գրանցվեց։ Իսկ իսպանական մոդելը Արամ հիմա որքանով է տարբերվում այդ հոլանդականից եւ արդյոք այստեղ հեռանկարները ավելի մեծ են, երկարաժամկետ է։ Մեկը խանգարում Արամ։ Հոլանդական իսպանական ֆուտբոլում, ասենց ֆուտբոլը շատ իրար նմանել է։ Նույն հոլանդականը նայենք, եկեք վերցնենք իսպանական ֆուտբոլը, հոլանդացիք են հիմքը դրել։ Իսպանական ֆուտբոլի հիմքը դրել են Վան Գալ, Կրույֆ, այսինքն շատ մոտ է, շատ նման է այս աշխատանքը։ Մի բանով հիմա տարբերվում է, դե բնական է տարիքային խմբերում այն ժամանակ իհարկե մեծ ծանրաբեռնվածություններ չէին կարող լինել, այսինքն 13, 14, 15, 16։ Ստեղ հիմա ամեն ինչ կատարվում է ինտենսիվ, քանի որ գործ ունենք առաջի թիմի հետ, այսինքն գլխավոր թիմի հետ։ Տարբերությունը այդ ինտենսիվությունն է։ Այսինքն այդ մտայնությունը, որ կար, որ մենք առաջ գնում ենք հոլանդական ճանապարհով, հիմա այդ երեխեքին ասում ենք ստոպ, գնում ենք իսպանական ճանապարհով, որոնք իրարից տարբերվում են, այդպես չի։ Չէ, էլի եմ կրկնում, ֆուտբոլը մի հատ է։ Տենց հոլանդական, իսպանական իրանք նամանավանդ իրար շատ մոտ են։ Նաև մեզ են մոտ, որովհետև ամեն ինչ վերաբերում է գնդակին, այսինքն ամեն ինչ գնդակով է։ Իսկ մեր ազգը սիրում է գնդակը, կարում է գնդակով, ու դրա համար մեր համար այդ ադապտացիան ինչ որ չափով շատ հեշտ պետք է լինի։ Դրա համար մեր ֆուտբոլիստները դրանից պետք է մենակ օգուտ քաղեն։ Ինչ ձևի մոտեցում լինի, ինչ մակարդակի մարզիչներ լինեն, ամեն լավ ֆուտբոլիստ ինքը կարա տեղից օգուտ քաղի։ Հիմա վերադառնանք բանանցին, նշեցիք եւ բազմիցս այդ մասին խոսվել է, բանանցը Փյունիկի հետ մեկտեղ մեր պատանեկան հավաքականների, երիտասարդական եւ նաեւ ազգային բազային թիմերից մեկն է։ Դուք աշխատում եք բանանցում եւ որքանով է դա հեշտացնելու ձեր գործը հավաքականներում աշխատելիս, ֆուտբոլիստներ ընտրելիս, դուք արդեն շատերին կճանաչեք, դա առավելություն է համար։ Իհարկե առավելություն է, քանի որ լավ ճանաչում ենք հիմա թե 19-ները, թե 17-երը մեծ խմբով ֆուտբոլիստներ կազմում են բանանցի ֆուտբոլիստները։ Բանանց, Փյունիկ եւ կարելի ասել, ասենք, հա, կարող է Կապան, Գովելու եք մյուս թիմերի խաղերը։ Հասկանալի է Բանանց, Փյունիկ, բայց մնացած թիմերը ովքեր անպայման։ Բայց բար չի լինելու, օրինակ Բանանցը խաղում է, բայց դուք նաեւ կարիք ունեք մյուս թիմի խաղը դրել։ Իհարկե դրա համար օգնականներ ունենք, դրա համար ժամանակ կա նաև տեսագրություններով, բայց պարտադիր պետքա բոլոր թիմերին ուշադրություն դարձնեն, քանի որ ոչ մեկ չի կարող ասի հանկարծ Գանձասարում կամ չի կարող լինի, էլի կրկնում եմ այդ տարիքն է, որ մի տարում կարող է սա մեծ վերելք ունենա։ Համար պետքա մենք հետևենք։ Դուք խոստանում եք, որ բոլորին կպայեք ձեր տեսադաշտում, որտեղ դա էլ է բազմաթիվ խոսակցությունների տեղիք տալիս։ Դա մեր համար էլ առաջինը, Հայ համար երեխան աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, դա գիտենք։ Դա մեր հայկական ամենալավ կամ վատ բնավորություններից մեկն է, որ միշտ մեր երեխաներին ամենալավն է։ Լայն շրջանակներում խոշորաշով հասկանալի չէ, թե ինչու են հիմնականում Բանանցից եւ Փյունիկից հրավիրվում ֆուտբոլիստները։ Բանանցի հետ կապված վերջերս տեղեկություններ եղավ, որ Բանանցը Հայաստանում առաջին թիմն է դառնում, որը անցնում է այդ պրոֆեսիոնալ ֆուտբոլի այլ տարբերակի, այսինքն
եթե մինչ այսօր Հայաստանում գործող բոլոր մարզադպրոցները բացարձակապես անվճար էին, հիմա բանանցը փոխում էր քաղաքականությունը։ Պահում է ցանկացած տարիքային խմբում մեկ պրոֆեսիոնալ թիմ, որտեղ ֆուտբոլիստները կլինեն անվճար, մնացածը գումարով։ Մենք ճիշտ ենք հասկանում, այդպես է թե ոչ։ Նախարար ես կուզեմ ավելի ճիշտ ներկայացնեմ ոնց է, որովհետև ինքս հենց այդ ծրագրի մեջ կամ ես ակադեմիան ով գլխավորում է իսպանացի մարզիչը, ես նրա օգնական եմ, որպես հայ ղեկավար եմ այդ ակադեմիայի գծով։ Նախ նշեմ, որ սկզբնականում որոշված էր, որ ակումբը պետք է պահի ամեն տարիքային մեկ ուժեղ թիմ։ Հետո ուժեղ թիմը դա հավաքական է տարիքի։ Այդ տարիքի հավաքական, այո։ Հետո որոշվեց, որ քանի որ այսօրվա դրությամբ հայկական ֆուտբոլում գիտեք, որ բանանցը կարող է հավաքել 2 եւ 3 ավելի թիմեր, ուժեղ թիմեր, ու ավելի ուժեղ կլինի, քան մնացած թիմերը, որոշվեց, որ ինչ որ փոքր տարիքային, հենց սկսած 2005 թվականի տարիքից 2 թիմեր պահեր ակադեմիայում, եւ որպեսզի չկորցնել երեխաներ, որովհետեւ այդ հարցը հենց ես եմ բարձրացրել առաջինը, քանի որ չեն կարող 2008 թվականի երեխաների մեջ չեն կարող ընտրել ով կարող է լավ ֆուտբոլիստ լինել, որովհետեւ այդ տարիքում շատ փոփոխական է։ 8-9 տարեկանում, 7 տարեկանում չես կարող ընտրել ինչ-որ ֆուտբոլիստի դու, ասենք կարող է Երևան տաղանդավոր ինչ-որ անհատներ, բայց ընդհանուր որպես ֆուտբոլիստ դու չես կարող ընտրել։ Եվ դրա համար որոշվեց, որպեսզի պահել 2 թիմ, լավ թիմեր եւ դրա հետ մեկտեղ ունենալ վճարովի թիմեր, որպեսզի ինչ-որ չափով այդ ճիշտ է, վճարը այդքան էլ մեծ գումարներ չի լինելու, բայց որպեսզի այդ երեխաները չմնան դրսում դրա համար արվեց դա։ Ինչքան է լինելու վճարը։ Եթե չեմ սխալվում 7000 թե 7500 դրամ։ Արամ փաստորեն բոլոր տարիքային խմբերում 2 պրոֆեսիոնալ թիմ։ Թե մինչև 2004 թվականի ծնված տարիքի թիմերը, այո, լինելու է 2 թիմ։ Դրանից հետո արդեն մեծ 2003 1 թիմ է լինելու, 2002 1 թիմ, ու սենց շարունակ 1 թիմեր։ Նման ձևով աշխատում են աշխարհի մեծ թոփ թիմերի ակադեմիաները։ Իհարկե, իսպանական վճարովի են։ Այո, իսպանական ես գիտեմ, մենք ծանոթել ենք դրան, Բարսելոնան, Ռեալը ունեն իրենց ակադեմիան, բազային թիմերը, բայց առանձին տարբեր քաղաքներում հենց ունեն վճարովի։ Ոնց հասկանում եմ, այնտեղ այդ վճարովիում լավ աչքի ընկնող երեխան հետագայում կարա տեղափոխի անվճար, անվճարից գնա այդ ինստիտուտների նման, հա, լավ սովորողին բերելու եք։ Իհարկե։ Նորմալ է դա։ Թե դա տարիների ընթացքում կերևա նորմալ է թե չէ։ Նորմալ է իհարկե, բայց արդյոք կիրառելի է Հայաստանում։ Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանները, այն երեխաները, որոնք գալիս են ֆուտբոլի, որովհետև ընդունում եք, որ դրանք հիմնականում սոցիալապես անապահով է ընտանիքների երեխաներ են։ Մի քիչ ապահով երեխաները 15000-ով գնում են կառատել, դրա մասին գիտենք։ Ճիշտ է, ես այդքան տեղյակ չեմ այդ պրոյեկտից, բայց իմ կարծիքով մեր ակումբը հիմա էլ մինչև էսել միշտ հաշվի առել սոցիալական վիճակը ֆուտբոլիստի։ Մենք ունենք ֆուտբոլիստներ, որ սոցիալական ոչ ապահով ընտանիքից են, նույնիսկ աշխատավարձ են տալիս, փոքր Եվ այս դեպքում հաշվի կառնվեն։ Իհարկե, հաշվի կառնվեն։ Այսինքն այդպես չի, որ չոր գտնեք, չէ, կան այնտեղ նշված է, որ ծնողազուրկ միակողմանի, ծնողազուրկ դա հունվարից է լիներ դեռ։ Հունվարից, այո, կա արդեն դժգոհություն ծնողների մոտ, այն երեխեքի ովքեր դուրս են մնացել, թե դեռ ոչ, դեռ չկա, բայց անպայման կլինի, մենք մինչև դա էլ մտածել ենք, որ անպայման կլինի, բայց ակումբի ղեկավարության հետ զրուցելով մենք եկել ենք այս ուղղությանը, ինչի համար, քանի որ գիտեք ինչ, հենց առաջի օրվանից դրված է եղել, որ Բանանցը այսօր ունի ուժեղ թիմեր, բայց խաղալով Հայաստանի առաջնությունում չկա մրցակցություն, եւ դրա հետ դժում է Բանանցի ֆուտբոլիստները։ Դրա համար ղեկավարությունը որոշեց, եթե պահում ենք լավ թիմ, ուրեմն այս թիմերը պետքա պահենք ամեն ինչով լավ, թե հագուստով, թե ուտելիքով, Այսինքն թիմերի խաղերով շատ ավելի մեծ ուշադրություն կլինի։ Մեծ ուշադրություն է լինելու եւ անպայման լինելու են միջազգային մրցաշարեր, Բանանցը ասենք։ Այն որ երբևէ չենք ունեցել։ Որ երբևէ չենք ունեցել։ Ընդհանրապես ինչն է այստեղ հետաքրքիր հայ մարդու մտածելակերպը պատրաստ են
չվճարել, ցանկանում են չվճարել երեխայի մարզման համար, բայց պատրաստ են մեծ մաղարիչների, որպեսզի անվճար թիմում խաղա։ Նման բաներից իհարկե խուսափելու համար նույնպես աշխատանքներ պետք է տարվեն, որովհետև այսպիսի երևույթներ Հայաստանում անխուսափելի։ Անպայման մենք մարզիչների հետ էլ զրուցել ենք, որ անպայման ծնողների հետ զրուցեն այս թեմայով եւ նրանց բացատրեն ինչի համար է եւ ոնց կարող է լինի, որ միշտ լավ ֆուտբոլիստները անպայման երևալու են ու բարձրանալու են ավելի լավ թիմի։ Դուք երկուսով հիմա պրո կարգի այդ երկրորդ փուլում եք, 13 նոր մարզիչների մեջ եք, ովքեր համարվում են արդեն պրո կարգ ունեցողներ, հա, փաստորեն Հայաստանում կլինի 26 մասնագետ պրո կարգ։ Ինչ է տալիս ձեզ պրո կարգը ընդհանրապես, քանի որ դուք ունեք մարզչական աշխատանքի մեծ փորձ արդեն։ Դա ինչ որ պարտադիր թուղթ է, այսպես թե։ Իրավունք ունենաք աշխատանքի այլ ակումբներում, թե իրոք այնտեղ սովորելու բան կա։ Չէ, իհարկե շատ բան կա սովորելու։ Նամանավանդ հիմա մենք այնտեղ ովքերով աշխատում, սովորում ենք, տարբեր թիմեր ենք ներկայացնում, տարբեր ժամանակաշրջաններ ենք ներկայացնում, այսինքն կա փորձառու մարզիչ, կա երիտասարդ, իհարկե շփումը գումարած նրան, որ մենք գնում ենք արտասահման իհարկե ուղևորություններ, կլինեն նաև այցելումներ եվրոպական լավ բարձր մակարդակի թիմերի, կուսումնասիրենք իրենց մարզումների ձևը, խաղաոճը։ Եթե մենք ասենք սովորելու բան չունենք, ուրեմն այդ օրը դադարում ենք արդեն մարզիչ լինելուց, լավ մարզիչ, նորմալ մարզիչ։ Իհարկե ունենք շատ մեծ օգուտ ամես։ Չէ, շատ կարևոր է, քանի որ մենք Արամն էլ ես էլ խաղացել ենք շատ միջազգային խաղեր եւ այլ երկրների առաջնություններում, դա մեծ փորձ է մեզ, բայց ավելի մեծ փորձ է մասնագետների հետ շփվելը, մանավանդ վերջերս մենք Շվեյցարիայում էինք եւ շատ մասնագետների հետ շփվեցինք, տարբեր երկրների ներկայացուցիչների, նույն Շվեդիա, Ֆինլանդիա, փորձի փոխանակում դա շատ կարևոր է, ու բացի այդ էլ շատ աշխատանքներ է կատարվում, որի ընթացքում մենք շատ բան նորություններ ենք կարողանում իմանալ։ Արամ Կրվիֆը ասում է, որ լավագույն մարզիչները լինում են այն ֆուտբոլիստները, ովքեր կիսապաշտպան են խաղացել։ Դու արձակվող ես համաձայն ես Կրվիֆի հետ, թե ոչ։ Մի քանի տարի տուք իմանանք։ Եթե լավ աշխատեմ, լավ արդյունք ունենամ, չէ, իհարկե ամեն մեկը մի ձև է մտածում, հարձակվողն էլ երևի ամենաարագ մտածողն է դաշտում, որովհետև գոլ խփող է։ Հարց չեմ տալի Արտուրին, որովհետև կիսապաշտպան է խաղացել Արտուրը, այնպես որ Կրուիֆը նաև քո կողմից է։ Ես էլ եմ դες համաձայն, որ կիսապաշտպանները ավելի առավելություն ունեն, չգիտեմ, կիսապաշտպան։ Համարվում է դաշտում ամենամտածող, հա, օղակը երևի։ Օղակ, որը կարողանում է ամբողջ դաշտը տեսնել, որովհետև մանավանդ կիսապաշտպանությունը, որովհետև շատ ժամանակ կարող է պաշտպանի գործողություն կատարել, հարձակվողի գործողություն կատարել։ Սա ամեն դեպքում դա թեորետիկ վեճ է։ Իհարկե, դա պատմության մեջ հայտնի են շատ ավելի ուժեղ մարզիչներ, ովքեր հարձակվողներն ֆուտբոլիստ չեն եղել, ինչպես Մորինյոն։ Ես ձեզ իհարկե մաղթում եմ հաջողություններ մեր պատանեկան հավաքականները, շատ կարևոր տարիքային հավաքականներ են բոլոր առումներով, որովհետև դուք ունեք երկու նպատակ եւ ցանկալի է երկուսն էլ իրագործել, դա թե ֆուտբոլասերներին ուրախացնելն է լավ արդյունքներով, թե մեր հիմնական, այսպես ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելը բարդ գործ է, անկասկած եւ ձեզ կանաչ ճանապարհ մաղթում ենք, որպեսզի ամեն ինչ հարթ լինի եւ կարողանաք մեր ֆուտբոլիստների հետ շատ լավ լեզու գտնել ու աշխատել։ Առավել եւս որ կարոտել ենք հաղթանակների այս տարիքային, իսկ հույս ունենք, որ դուք այդ կլրացնեք այդ բացը։ Եվ վերջում ցանկանանք նորից անդրադառնալ ֆուտզալի Հայաստանի առաջնությանը, հիմա տեսնենք 4-րդ տուրում ինչ արդյունքներ գրանցվեցին, գործող չեմպիոնը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը 6-4 հաշվով հաղթեց Գյումրին, Վանաձորի պետական համալսարանը ու Չարբախը ոչ ոքի 6-6 խաղացին եւ Արթիկը 9-4 հաշվով հաղթեց Հրազդանին, մրցաշարային աղյուսակն էլ դիտենք, չեմպիոնը 100%-անոց արդյունքով ընթանում է առաջ, 12 միավոր ունի տնտեսագիտական համալսարանի թիմը, երկրորդ տեղում է Չարբախը, նորաստեղծ թիմը, այսինքն բավականին հաջող է սկսել առաջնությունը, Հրազդանը 6 միավորով եզրափակում է 3, միակ թիմը, որ դեռ միավոր չի վաստակել, դա Մետալուրգն է 3 խաղում 3 պարտություն։ Այսպիսին էր 4-րդ տուրը ֆուտզալի Հայաստանի առաջնության, վերջում նորից հիշեցնենք, որ այսօրվա գլխավոր նորությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն էր, Վարուժան Սուքիասյանը կգլխավորի մեր թիմը եւ ֆուտբոլի ժամի հաջորդ թողարկումը նվիրված կլինի այդ իրադարձությանը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ ֆուտբոլի ժամներ Արմենիայի եթերում, բարի գիշեր եւ ամենայն բարիք։